Բարև ձեզ, գտնվում եմ Երևանում, Ալբերտում Հովհաննիսյանների ընտանիքում։ Ուզում եմ ձեզ ներկայացնել մեր ժամանակի հերոսներին, տիկին Արմենուհին և Գագիկը, ինչով են նրանք հերոս մեզ համար։ Պատերազմի ժամանակ, Ղարաբաղյան առաջի պատերազմի ժամանակ նրանք երկուսով որոշում են կայացրել, երդվել են, որ իրենց կորսված ընկերների անուններով կունենան երեխաներ, որպեսզի հայ ազգը շարունակի իր կյանքը և այդ մարդկանց հետքը մնա մեր ազգի մեջ։ Այսօր Հովհաննիսյանների ընտանիքը բաղկացած է 12 երեխայից, 7 տղայի, 5 աղջիկ։ Տիկին Արմենուհին այն կինն է, ով իր ամուսնու հետ, չնայած դժվարություններին, այս ամբողջ պրոցեսի ընթացքում կարողացել է կազմակերպել տան ամբողջ պահանջմունքների իրականացումը։ Ուզում եմ, որ մենք օրինակ վերցնենք այս ընտանիքից, որպես նախ պատերազմի, բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի կերպար Գագիկ Հովհաննիսյանից և իր տիկնոջից, ով հայ կնոջ կերպար է մեզ համար և կուզենայի մենք բոլորս մեր երկրում այնպիսի ապագա ունենանք, ստեղծենք, որ այսպիսի ընտանիքները չունենան որևէ խնդիր, ոչ ձմռանը կոմունալ վճարների հետ կապված, ոչ ընտանիքի ապրուստը ապահովելու հետ կապված, քանի որ նրանք ամեն ինչ են տվել մեր հայրենիքին։ Ուրախ եմ, որ ձերը ծանոթացա։ Ես էլ եմ ուրախ։ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում։ Կարիք չկա, մենք ենք շնորհակալ ձեզանից ու շատ ուրախ ենք։ Ձեր արում երկու ձեռներս։ Շնորհակալ եմ շատ։ Հետևում Հայաստանի Հանրապետության դրոշն է և զինված ուժերի զինանշանը։